Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարմար ժամկետով։ Առաջինը վերաբերում է զենք կիրառելու իրավունքին, ծառայությունը 3 տարի է գործում է, նման կարիք ցայժմ առաջացել է, թե ոչ։ Եվ երկրորդ հարցը գաղտնալսումներին։ Ինչը։ Գաղտնալսումներին։ Ենթադրում եմ, որ ձեր գործունեությունը դատելով վերնագրից ուղղված լինելու արտաքին հետախուզության, այսինքն դրսում հետախուզական տվյալներ հավաքելուն։ Եթե ստեղ են գալիս, ապա դա արդեն հետախույզները այնտեղ է գալիս են Հայաստան, դա արդեն հակահետախուզության գործն է, այսինքն ԱԱԾ-ի գործն է։ Այդ դեպքում ավելի ճիշտ չէ լինի ԱԱԾ-ի հետ համագործակցել օպերատիվ տվյալներ հավաքելու համար։ Հիմա ես չգիտեմ Հայաստանում քանի հաստատություն է գաղտնալսում իրականացնում, բայց կասկած ունեմ, որ համատիրություններից բացի մնացած բոլորը այդ գործով զբաղվում են։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան հարցերի համար, զենք հատուկ միջոցներ կիրառելու հնարավորություն, ինչպես ասացի, օրենքով իսկ արդեն նախատեսված է, այսինքն ծառայության ֆունկցիոնալը ենթադրում է նաև սեփական անվտանգության ապահովման պարտավորություն, ինչը ենթադրում է զենքի եւ հատուկ միջոցների կրման եւ պահպանման կարգ, մեր առաջարկությունը վերաբերում է, այո, ձեր հարցի պատասխանը այո, անհրաժեշտությունը առաջացել է, որտեղ մենք ենք ապահովում մեր իսկ ենթակառուցվածքների անվտանգությունը 24/7, ինչ վերաբերում է թվային վերահսկողության միջոցառմանը, մեր առաջարկը նախ մանդատի հետ կապված ասեմ, որ ազգային ժողովի կողմից ընդունված եւ 6 պահին էլ գործող օրենսդրությամբ ծառայության մանդատը չի սահմանափակվում միայն արտաքին յուրիսդիկցիաներով, այսինքն մենք մեր ֆունկցիոնալի իրականացման համար կարող ենք օգտագործել յուրային յուրիսդիկցիան եւ այս տրամաբանության մեջ ինչ վերաբերում է ԱԱԾ-ի հետ համագործակցությամբ ես վստահեցնում եմ մենք շատ սերտ ենք համագործակցում ԱԱԾ մեր գործընկերների հետ խոսքը այլ բանի մասին է խոսքը սեփական պատասխանատվությամբ նման զգայուն միջոցառումը կիրառելու կարգ ունենալու մասին է շնորհակալություն Ես այնց աղմուկ կա որ գոռամել լավ բան չի լսվում Ես ճիշտ եմ հասկանում, որ զենքի կիրառման անհրաժեշտություն առաջացել է ձեր անձնակազմի պաշտպանության համար, որովհետև էլի եմ ասում, աղմուկ կա եւ բան չէր լսվում։ Եվ երկրորդ հարցը, ակնհայտ է, որ պետք է ԱԱԾ-ի հետ եւ ոստիկանության եւ մնացած բոլորի հետ համագործակցել։ Հիմա իմ ասածն ուրիշ է։ Հայաստանում ենթադրում եմ, ԱԱԾ-ն ունի գաղտնալսելու իրավունք, ոստիկանությունը ունի, քննչականը ունի, դատախազությունը ունի, ենթադրում եմ, որ դուք եք ունենաք Այսինքն դուք եք ուզում ունենալ։ Հիմա այս բոլորը իրար լսում են մեր քաղաքացին։ Բանան ասում, որ թերախոսը զանգը գալիս է, մտածում եմ պատասխանի թե չէ։ Միգուցե մի հատ ընդհանրական ինչ որ մի բան արվի եւ գերատեսչական համագործակցության շրջանակները մեր այդ համագործակցեք։ Նորից հստակեցնեմ, այո, զենքի եւ հատուկ միջոցների կարիքը կա եւ դա բխում է այն ֆունկցիոնալից, որը ընդունվել է ազգային ժողովի կողմից օրենքով։ Ինչ վերաբերում է թվային վերահսկողությանը, մեր երկրում շատ հստակ օրենսդրությամբ սահմանված են այն մարմինները, որոնք ունեն օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնելու եւ օրենքով շատ հստակ կարգավորված են այն մարմինները, թե դրանցից որոնք ինչ տեսակի ՕՀՄ իրականացնելու իրավունք ունեն եւ դրանք շատ հստակ են բոլորին չեն լսում եւ ձեզ վստահեցնում եմ։ Ինչ վերաբերում է նրան, որ մեր առաջարկը չի վերաբերում պարոն Խաչատրյան նոր հնարավորություն կամ լիազորություն սահմանելուն, մեր առաջարկը վերաբերում է այդ արդեն իսկ սահմանված լիազորության, հենց ձեր ասած միջգերատեսչական համակարգմամբ եւ սեփական պատասխանատվությամբ իրականացնելու ընթացակարգ սահմանելու։